Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան երկկողմ հանդիպումն ինչի մասին էր, օրինակ երկաթուղու հետ կապված քննարկում եղավ վերականգնելու առումով հատվածներ, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի հետ կապ հաստատել, սա արդյոք չի հակասում թրիփին։ Սա չի հակասում թրիփին, որովհետև նույն պաշտոնական Երևանը հստակ ասել է, որ թրիփ ծրագրում Ռուսաստանը չի մասնակցում, թրիփը անցնում է Մեղրու շրջանով, Արաքսի ուղղությամբ, բացի դրանից կարող ներառել երկաթուղու հատվածը առնվազն հաստատ գիտենք, որ Արաքսի ուղղությամբ Սովետական Միության ժամանակ եղած այդ հատվածով է անցնելու, բայց թրիփը ուրիշ նաև լոգիստիկ կապեր կարող ներառել։ Ինչ վերաբերվում է ինչու է Հայաստանի վարչապետը դիմել Ռուսաստանին վերականգնելու երկաթուղին, ապա որովհետև գիտեք, որ հարավային կովկասյան երկաթուղիները պատկանում են ռուսական երկաթուղուն, ով է վաճառել եւ հանձնել ավելի ճիշտ ասած Ռուսաստանին, դա առանձին թեմա է եւ դա Նիկոլ Փաշինյանը չէ, եւ դա շատ վատ իրադարձություն է հայկական պետության համար, բայց ամեն դեպքում ստիպված Հայաստանը հիմա մինչև 28 թիվն է այդ պայմանագիրը գործում, դիմում է Ռուսաստանին, որ վերականգնի երկաթուղին, ուրեմն Գազախ-Իջևան հատվածում, ավելի ճիշտ Իջևանից մինչև Ադրբեջանի սահման, եւ նույնը պետքա Երասխի հատվածում լինի։ Ենթադրում եմ, որ նաեւ նույն տրամաբանությամբ պետքա Կարս-Գյումրի երկաթուղու ուղղությամբ էլ վերականգնում տեղի ունենա։ Դա իհարկե մեծ կարևորություն ունի, որովհետև մենք տեսնում ենք, որ Վրաստանի տարածքով, որ բեռնափոխադրումները ունեն լուրջ խնդիրներ եւ հաշվի առնելով դա, ել ավելի շտապ տեմպում ցանկություն կա վերականգնել ուղիղ կապը Ադրբեջան-Հայաստան եւ ադրբեջանական մամուլում դրա մասին նաեւ իշխանամետ գործիչները եւ մամուլը խոսում է, նույնը Հայաստանում է փաստացի իրավիճակը, որտեղ առաջին բենզինի մատակարարումից հետո ակնհայտ է, որ Վրաստանի տարածքը օգտագործելը խնդիրներ է պարունակում։ Պարոն Թումասյան, իսկ Հայաստանը չպետք է մտածի հարավկովկասյան երկաթուղիներից ազատվելու մասին, այլ ոչ թե հարաբերություններն ավելի խորացնելու, հատկապես որ մի քանի տարուց այդ պայմանագիրը ավարտվում է, կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը լրանում է։ Ես ենթադրում եմ, որ հաշվի առնելով, որ այո 28 թվականին ավարտվում է այդ պայմանագիրը, կառավարությունը գնալու է Ռուսաստանի հետ էլ ավելի հարաբերությունները չսրելու ճանապարհով եւ այդ է պատճառը, որ ուրեմն պետականացման գործընթացի փոխարեն, ինչը հայկական ուրեմն հոսանքային համակարգի հետ տեղի ունեցավ, այս դեպքում ցանկություն կա, որ սպասենք մինչև 28 թիվը, երբ բնականորեն հարցը կավարտվի, բայց հարցը նրանում է, ինչքանով Ռուսաստանը, այսինքն ՌԺԴ-ն, որը պետական ընկերություն է, կարձագանքի Հայաստանի այդ հանձնարարությանը, կառավարության եւ կիրականացնի այդ վերականգնումը, որովհետեւ դեռ մենք արձագանք չենք տեսել եւ եթե ՌԺԴ-ն չգնա այդ քայլի, ակնհայտորեն, որ շատ ավելի շուտ կարող է հարցը օրակարգ դրվի պետականացման երկաթուղու, քան թե սպասել մինչև 28 թիվը։ Բայց ռուսական կողմը շահագրգռված է մասնակից լինել թրիփի ուղում, մենք հիշում ենք, որ այս հանդիպումից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինն էր ասել, որ ռուսական հնարավոր մասնակցություն կա, բավարար հիմքեր կան այդ մասնակցության համար։ Դուք չեք կարծում, որ Ռուսաստանը կփորձի ամեն կերպ մաս դառնալ այս ծրագրին։ Ռուսաստանը ուզում է մասնակցել թրիփում, որովհետև չի ուզում, որ այնտեղ բացի Ռուսաստանից որևէ մեկը լինի եւ ուստի ինքը դժգոհ է նրանով, որ այնտեղ լինելու է վերահսկողությունը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ միասին համագործակցության հետևանքում, այլ ոչ թե նոյեմբերի 9-րդ կետով Ռուսաստանի ՖՍԲ-ի, բայց մնացած շրջաններում եղած երկաթուղին տրիպի հետ կապ չունի։ Եվ ուստի Ռուսաստանը կարող է մասնակցել այս դեպքում, եթե
հարավկովկասյան այդ երկաթուղիները հիմա վերականգնեն, ապա առնվազն 3 տարի կամ 2 տարի, հա ոնց հաշվես, մոտավորապես հաստատ Ռուսաստանը դրանում մասնակցելու է, որովհետև իրեն է պատկանում այս պահին հայկական երկաթուղին, ինչպես արդեն նշեցի։ Հարցը նրանում է, որ Ռուսաստանը չի ուզում, որ այդ լոգիստիկ կապերի վրա լինի հայկական կամ հայկական եւ ուրիշ պետության, այս դեպքում Միացյալ Նահանգների վերահսկողությունը, այլ լինի ուզում է, որ միայն Ռուսաստանի վերահսկողությունը, որովհետև դա ինքը կարող է օգտագործել իր առևտրում Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն ուրիշ պետությունների կենտրոնական Ասիայի հետ։ Պարոն Թումասյան, Վրաստանը ինչ խոչընդոտներ կարող է ստեղծել հայ-ադրբեջանական այս նոր սկսված առևտրային, չնայած միակողմանի է դեռ, եւ ակնարկներ էլ չկան, որ Հայաստանից էլ ինչ որ ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան, բայց այնուհանդերձ Վրաստանը ինչ խոչընդոտներ կարող է ստեղծել եւ ինչու։ Ակնարկներ կան, ես ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ի հոդվածներ տեսա, ավելի ճիշտ այսպես կարճ պոստեր եւ նշումներ նրա մասին, որ սոցիալական ցանցերում այդ ադրբեջանական ԶԼՄ-ները, որ Ադրբեջանը կարող է գնել Հայաստանից կոնյակ, կարող է գնել մրգեղեն եւ չիր եւ այլն, ոնց որ մի քանի այսպես ոլորտ էր նշվում, որում առանձնահատուկ Հայաստանը առաջընթաց ունի հանրային, որը գիտենք, բայց դա իհարկե ես կարծում եմ արդեն մասնագետները եւ պատշաճ մարմինները կքննարկեն, թե որ ոլորտներում նախատեսելի է այսպիսի առևտուր։ Ընդհանուր առումով պետք է հաշվի առնենք, որ նավթի ուղղությունով Ադրբեջանը անհամեմատելի է Հայաստանի հետ այն առումով, որ Հայաստանը ուղղակի այդ ուղղությունը չունի այդ ոլորտը։ Մնացած ոլորտները երկու պետությունն էլ ունեն եւ այստեղ մրցակցության հարց է, որովհետեւ նույն մրգի բանջարեղենի ուղղությունով երկու պետությունն էլ կարելի ասել արտադրում են։ Այստեղ հաշվի է պետք առնել, որը ինչ առավելություն ունի եւ կարծում եմ կգտնվեն ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել, այն էլ փուլ առ փուլ։ Ինչ վերաբերվում է Վրաստանի խոչընդոտներին, ապա գիտեք, որ փաստացի այդպիսի խոչընդոտներ բեռնատար մեքենաների համար վաղուց ստեղծված է, ինչպես հայկական, այդպես էլ ադրբեջանական, եւ դրա մասին դժգոհություն կա համ Բաքվում, համ Երևանում, բայց Բաքուն դրա մասին բարձրաձայն է խոսում, իսկ Երևանը ոչ այնքան, դա էլ հասկանալի է ստեղծված իրավիճակի պատճառով, բայց հիմա կոնկրետ մատակարարման երկաթուղու ուղղությամբ է հարցը, որովհետև փաստացի Վրաստանը մեկ անգամ անվճար տվեց հնարավորություն, որ այս բենզինը հասնի Հայաստան, բայց իրականում հայկական եւ ադրբեջանական կողմերը ակնկալում են սիստեմատիկ, համակարգային այսպիսի մոտեցում, թե ինչպիսի սակագին կլինի ընդմիշտ նկատի ունեմ ինչ որ ժամանակահատվածով տարիների ընթացքում եւ վրացական կողմը փաստորեն մերժում է նորմալ շուկայական գին այդտեղ ներկայացնել, որովհետև ըստ ադրբեջանական եւս մեկ անգամ պետականամետ կամ պետական մամուլի կիսապետական, որովհետև պետական առանձին էլի ունեն, բայց պետության հետ շատ մոտ գտնվող մամուլի հայտարարությունների եւ այդպիսի փորձագետների իշխանական 20 անգամ ավելի են պահանջել դեպի Հայաստան մատակարարման համար գին, քան թե նույն Ադրբեջանից պահանջում են դեպի Թուրքիա մատակարարման համար 1 կիլոմետրի վրա հաշվար կարածով իհարկե նկատի ունեմ։ Ուստի դա ոչ մրցակցային իրավիճակում է դրա հետևանքում հայտնվելու հայկական Հայաստանի համար բերված այդ բենզինը եւ չի կարողանալու մրցակցել Ռոսնեֆտի ռուսական բենզինի հետ, որը գալիս է նաև Վրաստանի տարածքով եւ նպատակը ըստ փորձագետների տարբեր, այդ թվում իմ գնահատականը նրանում է, որ սա Ռուսաստանի կողմից հանձնարարություն է Վրաստանին, որ խոչընդոտի Հայաստանում ռուսական բենզինի մենաշնորհի համար իրական ուրեմն այսպիսի մթնոլորտ այնպիսի շուկայում ձևավորել, որ լինի այլընտրանքներ եւ 90%-անոց այս մենաշնորհը, որը Հայաստանում բենզինի շուկայում Ռուսաստանը ունի, որ սկսի կտրուկ նվազել, նպատակն էլ դա է իհարկե, ես համոզված եմ, որ բոլորը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի վրա կախվածություն ձևավորել չի կարելի, դա ազգային անվտանգության հարց է, բայց միևնույն ժամանակ
նվազեցնել Ռուսաստանի մենաշնորհը կարա լինի օգտակար գործընթաց։ Ուստի Վրաստանը այդ ուղղությունով է գործում, պատճառները նաև ասացի։ Պարոն Թումանյան, Ադրբեջանի հետ այս գործընթացները, գիտեք, զգայուն է հայ հասարակությունը ընկալում, օրինակ ասում են, մենք այսքան զոհեր ենք ունեցել պատերազմում, այսքան տարածքային կորուստներ են ունեցել, մեր տարածքներն են օկուպացված, գերիներ ունենք, ասում են այս պայմաններում ինչպես է հնարավոր, չգիտեմ, Ադրբեջանի հետ առևտուր անել, ինչպես կանել Իրանի հետ, Վրաստանի հետ։ Դե ուրեմն առաջի դեպքն է սա այսպիսի առևտրի եւ Վրաստանի եւ Իրանի հետ համեմատել չի կարելի, բայց պետք է հստակ ասվի, որ հենց նրա համար, որ չունենանք նոր զոհերը միշտ երկկողմանի են, դա էլ պետք է արձանագրենք, հա, այնպես չի որ մենք զոհեր ունենք, իսկ ադրբեջանական կողմը զոհեր չուներ կամ չի ունենա, եթե մեր վրա հարձակվի։ Հարցը պարզ է, որ ուղղակի ուզում եմ ինչու եմ սա մեկնաբանում, որովհետև երբ մենք ասում ենք զոհեր, պետք է հասկանանք մեր ուղղությամբ, պետք է մեզ զոհի դիրքում միշտ չդնենք այսպես, հասկանանք, որ մեր զինված ուժերը պատշաճ պատասխան են տալի որևէ մեկին, ով հարվածում է կամ հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա եւ իրանք էլ են կրելու պատշաճ զոհեր բոլոր դեպքերում կրել են նախկինում եւ կրելու է ապագայում որևէ մեկը եթե այդպիսի բան անի։ Ուստի մեր զինված ուժերը սեփական ուրեմն պետությունը հայրենիքը պաշտպանել են եւ շարունակելու են պաշտպանել օկուպացված տարածքներին ինչ վերաբերվում է, ապա այո, մենք բոլորս գիտենք այդ ուղղությունով արկա խնդիրները, պետք է արձանագրել նաև, որ Ադրբեջանի տարածքներ կա մեր վերահսկողության տակ նաև դեռ 90-ական թվականներից, ուստի սահմանի դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացի ներքո Ալմատայի հռչակագրով, որի ուղղությամբ գիտեք, որ առաջընթաց կա Գաբալայում տեղի ունեցած երկկողմ այդ հանդիպման հետևանքում, որը պատմական էր, կարելի է արձանագրել, որ սա սահմանի դելիմիտացիա դեմարկացիայի համար լուրջ առաջընթաց է բերելու։ Հիմա այդ ընդհանուր գործընթացում նաև մեր գերիների հարցը, որը մենք միշտ բարձրաձայնում ենք եւ մեր համար կարեւորագույն է, ոնց մենք կարող ենք ապահովել առաջընթաց։ Արդյոք կարող ենք ապահովել ել ավելի լարվածությունով, այդ թվում մենք առաջ տարինա փաստոցի ավարտում ենք տարին այնպես, որ զոհ չենք ունեցել սահմանին։ Սա արձանագրում ենք ինչպես խաղաղություն, թե ոչ, իհարկե արձանագրում ենք եւ սրան բերել է նաև պետության այս քաղաքականությունը, խաղաղության, որի մաս է տնտեսության փոխկապակցվածության ձևավորումը, որովհետև Ադրբեջանը երբ թրիփով հետաքրքրված է, եւ դուք հիշում եք Հայաստանում ընդդիմությունը խոսում էր, ասում էր Հայաստանի համար, Հայաստանը բացում է Ադրբեջանի համար ուրեմն լոգիստիկ կապեր եւ Ադրբեջանը ունենալու է ապաշրջափակում այսպիսի Հայաստանով, իսկ Հայաստանը որևէ ապաշրջափակում չի ունենալու։ Հիմա երբ տեղի է ունեցել փաստացի ապաշրջափակում Ադրբեջանի տարածքով, խոսքին ծորենը երբ եկավ, այդ նույն ընդդիմությունը մեկ անգամ չի ասել, որ այո, սխալվել ենք, Հայաստանի ապաշրջափակումը տեղի է ունենում։ Բացի դրանից Ադրբեջանից երբ բենզին է գալի Հայաստան, Ադրբեջանը երբ արդեն սկսում է տնտեսական գործընկերություն, հասկանալի է, մի հատ պատկերացնենք ադրբեջանական հիմա հանրությունում մթնոլորտը, արդեն հայերը թշնամի են կարգավիճակից, առնվազն մոտեցումները հանրությունում սկսում են մեղմանալ ավելի հասկանալիորեն, որովհետև նույն պետությունը ասում է, որ մենք առևտուր ենք հայերի հետ սկսում, հայկական պետության հետ եւ ուստի թշնամական մթնոլորտը լրջագույն ձևով նվազելու է, մեզ դա ձեռնտու է, բայց ես ընդգծում եմ, սա չպետք է դառնա Ադրբեջանի վրա կախվածություն ձևավորելու օրակարգ, սա չպետք է սպառնա Հայաստանի պետական անվտանգությանը, հակառակը սա պետք է բերի նրան, որ խաղաղության օրակարգը ել ավելի կայուն լինի։ Հիմա մենք օրինակներ ունենք, երբ այո Պարոն Թումանյան, գնացեք, երբ դուք տնտեսական հիմքը դնում եք խաղաղության տակ, հա, որ դա ներկայացնում եք երաշխիքներից մեկը, բայց օրինակ մեր աչքի առաջ է, չէ՞ ընթանում ռուս-ուկրաինական պատերազմը, նրանք պակաս տնտեսական փոխհարաբերությունների մեջ էին, բայց էլի այդ պատերազմը եղավ, չէ՞։ Այո, եւ տեսեք, ես չեմ ասում, որ այսպիսի կապերը բացառում են պատերազմ, բայց ինչքան ավելի շատ մենք ունենանք այսպիսի հնարավորություններ, տնտեսական կլինի դա
թե սահմանի դելիմիտացիա դեմարկացիայի հարցը, միջազգային փաստաթղթեր, միջազգային հանդիպումներ, երկկողմ հանդիպումներ քաղաքացիական հասարակության, որևէ ուրիշ իրար հետ առևտուր, այդ թվում Ադրբեջանը երբ Հայաստանի տարածքով կսկսի թրիփի ուղղությամբ խոսք է գնում, գիտեք որ հոսանքի ուրեմն կապերը ձևավորվելու Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությունով, նավթատար, գազամուղ, ինտերնետի մալուխ եւ այլն, այդ ամեն ինչը երբ ձևավորվի, Ադրբեջանը ունենալու է կախվածություն նաեւ Հայաստանից։ Խաղաղությունը ապահովում է կախվածության շնորհիվ։ Վրաստանը իր շահերը Ադրբեջանի հետ ապահովել է լոգիստիկ կապերի այդ տարանցիկ իր հնարավորությունների միջոցով, հաշվի առնելով, որ Վրաստանը շատ ավելի թույլ է, քան Ադրբեջանը։ Վրաստանի ՀՆԱ-ն նույնն է, ինչ Հայաստանին է մոտավորապես, մի քանի միլիարդ դոլարով ավել է, իսկ Ադրբեջանինը դե գիտեք, բազում անգամ ավելի շատ է, ինչպես նաև բնակչությունը։ Ուստի Վրաստանը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ բալանս ապահովել է, այդ թվում այդ երկու պետության կախվածությունից Վրաստանի վրա լոգիստիկ այդ ուղղությամբ։ Հիմա Հայաստանը եթե ձևավորի այդ կախվածությունը այդ երկու պետության, զուգահեռ դրա իհարկե պետք է ապահովի այն, որ այդ նույն տարածքներում, որտեղ որ կանցնի այդ լոգիստիկ կապերը, մեր անվտանգությունը, նկատի ունեմ պետության սահմանների, լինի ամենաբարձր աստիճանով եւ մակարդակով։ Դրա համար պետք է հզոր բանակ, զինված ուժեր եւ այդ ուղղությամբ մենք ունենք հնարավորություն, որ Միացյալ Նահանգների հետ այդ երկկողմ փաստաթղթերով, որում նաև կա սահմանի անվտանգության հարցը, գիտեք օրերս պատվիրակությունը Միացյալ Նահանգների Երևանում քննարկել է այդ հարցը, ձևավորվի նաև այնպիսի անվտանգություն Սյունիքում խոսքին, որ կանխենք որևէ առնչություն Ադրբեջանի մեր տարածքային ամբողջականության դեմ, ուստի զուգահեռ պետք է լինեն պատերազմի համար ոչ թե որևէ մեկի հետ պատերազմի, այլ քո պաշտպանողական հնարավորությունները զարգացնելու գործընթացը եւ խաղաղության օրակարգը իրար զուգահեռ գործընթացներ պետք է լինեն եւ մենք չպետք է ընտրենք միայն մի ճանապարհ այդտեղից, երկու ճանապարհով էլ պետք է գնալ։ Պարոն Թոմասյան, Թրամփի որոշումը հունվարից դիվանագետներին, այդ թվում նաև Հայաստանից հետ կանչելու, ինչպես եք մեկնաբանում եւ կենտրոնանանք Հայաստանի վրա, գործող դեսպանը Բայդենի կողմից էր նշանակված փոփոխությունը կնպաստի, թե նոր խնդիրներ կառաջացնի, հաշվի առնելով, որ Թրամփը հիմա Ամերիկան կառավարում է Ամերիկան առաջինը կարգախոսով։ Ես կարծում եմ, որ դա դրական է, որովհետև ուրեմն դեսպան Քվինը շատ լուրջ արդյունքներ իհարկե ցուցաբերեց իմ պատկերացումով բազում ոլորտներում հայ-ամերիկյան հարաբերության, բայց այդ փուլը, երբ այդպիսի փաստաթղթեր պետք է արդեն ձևավորվեին եւ ստորագրվեին, անցել ենք եւ ուստի հիմա նոր դեսպանը, որը դուք ճիշտ նշեցիք, որ այս դեսպանը Բայդենի աշխատակազմի կողմից է նշանակված, նոր դեսպանը կլինի Թրամփի կողմից նշանակված, չի առաջանա հարցեր, որ արդյոք այս դեսպանը լիարժեք կատարում է Թրամփի աշխատակազմի ուրեմն օրակարգը, թե ոչ, կա այդպիսի նրբություններ, հատկապես երբ խոսք է գնում այնպիսի նախագահի մասին, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, որը շատ էմոցիոնալ գնահատականների տվող ուրեմն քաղաքական գործիչ է, ուստի դա կարծում եմ դրական է, բացի դրանից ժամկետը ավարտվում է, երբ է ավարտվում, որոշում է մայրաքաղաքը միշտ, եւ կարծում եմ այդ որոշումը Վաշինգտոնի կողմից ինքը առհասարակ Հայաստանին ոչ մի խնդիր չի ստեղծելու, հակառակը կարա էլ ավելի օգտակար լինել։ Եվ անդրադառնանք այլ թեմաների, մամուլում կա մի այսպիսի հրապարակում, Ժողովուրդ օրաթերթն է գրում, ըստ որի կաթողիկոսի եղբայրը, ես մեջ բերեմ, վեհապարի եղբայրը Եզրաս arczepiskopos-ը քայլեր է ձեռնարկում Ռուսաստան տեղափոխելու Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի աթորանիստը, սա ինչքանով եք դուք իրատեսական համարում։ Իրատեսական եմ համարում, որովհետև գնալով իրավիճակը կտրիչ Ներսիսյանի, ավելի ճիշտ Ներսիսյանների ընտանիքի կլանի վատթարանում է, բայց միևնույն ժամանակ այն լեյտենանտը, որի մասին խոսք է գնում, իրանց թույլտվություն չի տալի, որ հետ քայլ անեն, հատկապես կտրիչին եւ ազատագրվի եկեղեցին, ուստի ենթադրում եմ, որ հասկանում են, որ եկեղեցին ազատագրվելու է իհարկե, վերջնական, բայց հաշվի առնելով, որ իրանք իրանց պարտականությունները ունեն KGB-ի առջև,
դրա փաստաթուղթը արդեն գիտեք հանրայնացված է եւ ես անձամբ կասկած չունեմ, որ խոսք է ոչ թե կտրիչ Եզրաս Ներսիսյանի, այլ առհասարակ Ներսիսյանների մասին, իմ պատկերացումը դա է, բայց ամեն դեպքում երևի ազգային անվտանգության ծառայությունը կտրիչ Ներսիսյանի մասին էլ փաստաթուղթ ունենա, տեսնենք, չգիտեմ, կարող է այդպեսի փաստաթուղթ լինի եւ կարող է հանրային էլ դառնա, եթե այդպեսի անհրաժեշտություն լինի։ Ամեն դեպքում ես կարծում եմ ազգային անվտանգության ծառայությունը պետք է անպայման թույլ չտա կտրիչ Ներսիսյանը, որ լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, այն նպատակով, որ չկարողանա այդպիսի այլընտրանքային հայկական եկեղեցի ձևավորել, որը կլինի ճակ մեր եկեղեցում եւ որը կստեղծի լրջագույն խնդիրներ մեր համար։ Ուստի մեկ հարց է, որ իրան թույլ չտրվի լքի Հայաստանը, երկրորդ հարցն է իմ պատկերացումով իրան պետք է ձերբակալել եւ սրանով ավարտել ազատագրման գործընթացը, որովհետեւ ինչքան ավելի ձգվում է այս գործընթացը, այդքան ավելի վտանգ է եւ վնաս է ինչպես հանրության ուղղությամբ, այդպես էլ հենց եկեղեցու եւ ընդհանուր առումով այս խնդիրը երկար ձգել չի կարելի, որովհետեւ հասցնում է հեղինակության խնդիրներ եկեղեցուն, բացի դրանից միջազգային ուղղությունով նաև դրական գործընթաց հաստատ չէ եւ մենք ինքներս շատ լավ դա հասկանում ենք։ Ուստի իմ պատկերացումով այստեղ ազգային անվտանգության ծառայությունը մեծ անելիք ունի։ Պարոն Թոմասյան, որ ասում եք, վստահ եք, որ այդ ԱԱԾ-ի հրապարակած թուղթը ճշմարտացի է, դուք ունեք ձեզ համար բացատրություն, թե ինչու է այն հայերենով։ Այո, որովհետև սովետական միության ժամանակ տարբեր հանրապետություններում եղել են նաև ռուսերենից բացի նաև ուրիշ լեզուներ են օգտագործվել։ Վրաստանում վրացերեն, Հայաստանում հայերեն։ Ես չեմ տեսնում որևէ տարբերություն, որ լեզվով կլիներ։ Հարցը նրանում է, որ խոսք է գնում ՊԱԿ-ի մասին, այսինքն ԿԳԲ-ի մասին։ Եվ իմ գնահատականը քաղաքական այն է, որ Եզրաս Ներսիսյանը երբեք չի դադարել ծառայել ԿԳԲ-ին։ Այդ թվում ԿԳԲ-ի իրավահաջորդների հետ փորձելով գտնել այդպիսի հնարավորություններ շարունակել ծառայելը եւ նույն բանն է փաստացի մեզ խոստովանել քաղաքացի Բագրատ Գալստանյանը, երբ ասել է, որ իրան արտաքին ուժային կենտրոնների հետ ինքը բանակցում է եւ իրան հուշել են, որ եթե իշխանությունը չփոխեք, Հայաստան չի լինի։ Ես ենթադրում եմ, որ սա ռուսական ուժային կենտրոնն է, այլ ոչ թե ավստրալիական, եւ կարծում եմ մեր հանրության համար սա շատ պարզ է, եւ ուստի իմ պատկերացումով հիմա ուրեմն եկեղեցում պետք է համակերպվեն այն հարցի, այն իրավիճակի հետ, որ արդեն կա հայկական անվտանգային եւ ուժային կենտրոն, եւ այդ ուժային կենտրոնը ամեն ինչ է անելու նրա համար, որ ուրիշ ուժային կենտրոններին Հայաստանի քաղաքացիները, իսկ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի քաղաքացի է, Եզրաս Ներսիսյանն էլ, ինչքանով գիտեմ, եւ ուրիշներն էլ չծառայեն օտար ուժային կենտրոնների։ Բայց դեպքում օրինակ ուր է Եզրաս Ներսիսյանի ստանձնած պարտավորությունների ստորագրված փաստաթուղթը։ Եթե այդպիսի բան կա, դա ավելի արժանահավատ չէր լինի, թող հրապարակեին։ Գիտեք, շտապում եք, կարծում եմ սա առաջի փաստաթուղթն է, ոչ թե կարծում եմ, համոզված եմ եւ կարծում եմ, որ կլինեն ուրիշ փաստաթղթեր նաեւ ապագայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ուրեմն լյուստրացիայի գործընթացը այստեղից է մեկնարկվել, որովհետեւ սա առաջի անգամ է, կարծեմ, եթե ես շփոթվում եմ, խնդրում եմ ինձ ուղեք ինչպես լրագրող, բայց ես այդպիսի տեղեկատվություններ առնվազն չունեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը այսպիսի փաստաթուղթ հրապարակվի իր կողմից, գուցե մամուլին արձագանքի ձևաչափով, բայց ամեն դեպքում սա միևնույն է հրապարակում է, ուստի ակնհայտ է, որ սա պրեցեդենտային այսպիսի իրավիճակ է եւ կարող է ապագայում շարունակվի, կարող է նոր հարցեր ունենան, կարող է դուք ուղեք այդ հարցը ԱԱԾ-ին եւ ԱԱԾ-ն ձեր հարցին ի պատասխան այդ փաստաթուղթը ձեզ նաև տրամադրի։ Ես չգիտեմ, ես չեմ կարող իրանց փոխարեն ձեզ պատասխանեմ, բայց կարող եմ հաստատ ասեմ, որ այսպիսի մեկնարկը գործընթացի շատ բանի մասին է խոսում։ Հիմա տեսեք, վտանգների մասին են խոսում, այդ թվում նաև ազգային անվտանգության ծառայության հեղինակազրկման, ասում են,
Եթե մի հատ լուրջ իրավիճակ լինի, լուրջ թեմա լինի, ԱԱԾ-ն փորձի հանուն Հայաստանի Հանրապետության իր քաղաքացիների հետ համագործակցել, ասում այս նախադեպը հաշվի առնելով, ել որևէ մեկ չի ուզի նույնիսկ Նալբանդյան փողոցով անցնի։ Սա դուք չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն այնքան մեծ է, որ նա ամեն օր մի քանի կարմիր գիծ է հատում, չմտածելով, թե Հայաստանի պետական ինստիտուտների հետ ինչ է տեղի ունենում։ Մի հատ բան եմ ուզում ճշտեմ այստեղ, պարոն Կիրակոսյան։ ՊԱԿ-ը եւ ԱԱԾ-ն իրար հետ ինչ կապ ունեն։ ԱԱՑ-ի կայքում գրած է, օրինակ ինքը նշում է իր հիմնադրման 150 որ երրորդ տարին, այսինքն դա նշանակում է ինքը ավտոմատ իրեն համարում է ՊԱԿ-ի կամ այդ ԿԳԲ ասվածի իրավահաջորդը։ Եթե ԱԱՑ-ն անկախ Հայաստանի կառույցապետը 30 քանի ամյակ ինչու չի նշում։ Հեսա հունվարի 8-ին 150 որ երրորդ ամյակը կնշեն։ Սա ճիշտ բան եք արձանագրում, ես կարծում եմ, որ քաղաքական առումով մենք արդեն ազգային անվտանգության ծառայությունը դարձրել ենք իրականում ազգային եւ Հայաստանի Հանրապետության, դա այդպես չէր նախկինում, խոսքին երբ Արթուր Վանեցյանն էր ղեկավարում Կրիմնաշը, այսինքն այն մարդը, ով ասել է Կրիմնաշ, հարց նաշի մեջ ինքը ում նկատի ունի, հայերին նկատի ուներ, հայկական է Կրիմը, ոչ, բայց դեպքում ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը իրան համապատասխանեցնում է ռուս ազգի հետ։ Ուստի այդպիսի ԱԱԾ ղեկավար ենք մենք ունեցել, եւ այդ դեպքում կարելի ասել, որ դա ԱԱԾ չէր, այլ ԿԳԲ էր։ Հիմա երբ մենք ձևավորում ենք ԱԱԾ, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօրվա ղեկավարը պարոն Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ի ինքը փաստացի անկախ Հայաստանում է ծնվել եւ նաեւ ուսում Ռուսաստանում չի ունեցել, ինչը ել ավելի օգնում է նրան, որ ինքը ծառայի միայն Հայաստանի Հանրապետությանը եւ այդպիսի տրամաբանությամբ ձևավորի ազգային անվտանգության ծառայություն, որը ունի շատ մեծ կարեւորություն հայկական պետության համար։ Ուստի իմ պատկերացումով այդ Դերժինսկիի հետ որևէ կապերը պատմական եւ նշելու ուղղությամբ օրը նաեւ գիտեմ, որ համընկնում է եւ այլն, այդ ամեն ինչը պետք է համապատասխանեցվի քաղաքական իրավիճակին, որը արդեն դրսևորված է ՀՀ ԱԱԾ-ում։ Կարծում եմ դա կարվի։ Հուսով եմ դա շուտով կարվի եւ այդ դեպքում պատասխանը կլինի, որ ԱԱԾ-ն չի կարող նշել ուրեմն իր սկիզբը սովետական այդ ժամանակահատվածից եւ պետք է նշի իր սկիզբը ուրեմն Հայաստանի Հանրապետության անկախության ի վեր։ Պարոն Թումասյան, այսպիսի օրինակ են տանում զուգահեռ տանելով Արարատ Միրզոյանի եւ Եզրաս Ներսիսյանի միջև ասում են, այ տեսեք, Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ ԱԱԾ-ի հետ համագործակցել է իշա Հայաստանի Հանրապետության, ասում են, բայց թվերին էլ 86-ից 88 թվերին էլ հայերի հայրենիքը, երկիրը պետությունը, ավելի ճիշտ ոչ թե հայրենիքը, այլ պետությունը խորհրդային միությունն էր, ասում են դրա համար Պարոն Կիրակոսյան, դա նորմալ է, ասում են համագործակցել է։ Արարատ Միրզոյանի դեպքում 2000 Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջի տարիների մասին էր խոսքը, ինքն է նշել ազատության, հա, սովետ, ուրեմն այն ինչ դուք ասացիք, այդպես չէ։ Սովետական միության ժամանակ չի խոսքը գնում Արարատ Միրզոյանի։ Չէ, ես այլ բան եմ ասում։ Ասում եմ, այն ժամանակ Եզրաս Ներսիսյանի ժամանակ էլ պետությունը սովետական միությունը չէր համարվում։ Այո, պետությունը սովետական միություն էր համարվում։ Հիմա հարցը դրանում է, ես արձանագրեմ։ Առաջինը, որ հենց դա է հարցը, որ այս մարդիկ երբ սովետական միության ժամանակ ծառայել են ՊԱԿ-ին, իրանք իրավահաջորդ հետո գտել են արդեն Ռուսաստանում, այլ ոչ թե Երևանում։ Բացի դրանից Երևանում էլ այդ իրավահաջորդը խնդիրներ է ունեցել, ես նոր խոսեցի դրա մասին։ Ուստի այս մարդիկ շարունակում են ՊԱԿ-ին ծառայելը, որը չկա, բայց որը ունի իրավահաջորդություն։ Խնդիրը դրանում է, որ հայտնվեց, մենք բաժանվեցինք, չէ, տարբեր սովետը մեկ պետություն էր, որի մայրաքաղաքը Մոսկվան էր, բայց հիմա մայրաքաղաքը Մոսկվան չէ, Երևանն է։ Եվ իրանք այն վաղ ծառայելով սովետի մայրաքաղաք Մոսկվային, հիմա նրա փոխարեն որ ծառայեն
Հայաստանի մայրաքաղաք Երևանին ծառայում են նորից Մոսկվային։ Պարոն Կիրակոսյան, խնդիրը դրանում է։ Եվ եթե այս մարդիկ չեն կարողացել ազատվել ՊԱԿ-ից, KGB-ից, այսինքն մենք պետք է ազատվենք իրանցից։ Լուստրացիան դրա մասին է։ Կներեք, այդ դեպքում ինչու է նոյի թվի թուղթ հրապարակել, թող FSB-ի հետ համագործակցության թուղթը հրապարակեն, եթե այդպեսին կար։ Այդպիսի տվյալներ FSB-ի, ինչպես դուք շատ լավ հասկանում եք, հայկական ԱԱՑ-ն չի կարող ունենալ։ Հայկական ԱԱՑ-ն դրամա ունի ՊԱԿ-ի տվյալները, որովհետև ՊԱԿ-ը նաև գործում էր Հայաստանի տարածքում։ Եվ շատ པարզ է պատասխանը անկեղծ ասած ձեր հարցի վրա։ Ինչ վերաբերվում է Արարատ Միրզոյանի ուղղությամբ, ուրեմն, երբ խոսք է գնում կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջի տարիների եւ Սերժ Սարգսյանի իշխանության մասին, պարոն Արարատ Միրզոյանը եթերում Ազատության իր ժամանակ, երբ է եղել մի քանի տարի առաջ, հաստատել է, որ հաշվի առնելով իր գործունեությունը, որը ներառում էր հայոց ցեղասպանության ուղղությունով թանգարանի ղեկավարումը, ինչպես նաև հոդվածները Թուրքիայի հետ որևէ այդպիսի կապերը, ապա այդ կապերի ուղղությամբ, որ օտար երկրի հատուկ ծառայությունները չկարողանային իր վրա ուրեմն վերահսկողություն հաստատել, ինքը բնականորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Ես համոզված եմ ոչ թե քաղաքական բաղադրիչով, որովհետև այդ իշխանության հետ ակնհայտորեն իր մոտեցումները չեն համընկնել, այլ համագործակցել է ազգային անվտանգության, պետական անվտանգության հարցերի շուրջ։ Հայաստանի, ես ավարտեմ խնդրեմ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ։ Ուստի ինքը ընտրել է համագործակցել հայկական պետության անվտանգային համակարգի հետ։ Դրանում խնդիր ես չեմ տեսնում, հակառակը ես հորդորում եմ բոլորին, եւ սա պետք է շատ ուշադիր մենք լսենք, որ երբ վաղը մենք արդեն սահմանները բաց կունենանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, որոնց սա որևէ ձև վերաբերվում է, որոնք կարող է խնդիր կապ ունենան եւ այլն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ եւ այնտեղի հատուկ ծառայությունները նաեւ ունենան ցանկություն հավաքագրել ուրեմն եւ կամ ինչ որ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, տվյալներ ստանալ եւ այլն, այդ ուղղությունով անհրաժեշտ հարաբերությունները ունենալ կապը ազգային անվտանգության ծառայության հետ, այո, շատ կարևոր է եւ Հայաստանի քաղաքացիները պետք է այդ առումով վստահեն ՀՀԱԱՑ-ին, որովհետեւ առանց դրա ապահովել բաց սահմանների իրավիճակում Հայաստանի անվտանգությունը կլինի շատ բարդ։ Ուստի դա միայն ողջունելի է, բայց այդտեղ ԱԱՑ-ի արդեն գործունեությունը պետք է այդքան պրոֆեսիոնալ լինի, որ մարդիկ դրանով գիտենան, որ օգնում են պետությանը, այլ ոչ թե որևէ իշխանությանը, ոչ թե որևէ քաղաքական տրամաբանություն տարածող խմբին եւ այլն, դա շատ կարեւոր է։ Ուստի ԱԱՑ-ի հեղինակությունը նաեւ պետությունում պետք է լուրջ ձևով զարգանա եւ հուսով եմ, որ նոր ղեկավարությունը այդ ուղղությունով քայլեր կանի։ Եվ վերջում պարոն Թումասյան, հայկական մամուլը տեղեկություններ է գրում, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը առաջիկա կիրակին գնա մայրաթոր, լրատվամիջոցը այդ հրապարակում անելիս գրոհել բառն է օգտագործում եւ այլն։ Դուք այս փուլում Նիկոլ Փաշինյանի մայրաթոր գնալ ինչպես կմեկնաբանեք, արդյոք ռիսկային չէ դա, բախման վտանգ չի առաջանա։ Ես կարծում եմ, որ դա կարևոր քայլ կլիներ եւ կարծում եմ, որ պետք է արվի, բայց իմ պատկերացումով դա պետք է արվի արդեն Կտրիչ Ներսյանին ձերբակալելուց հետո։ Եվ բախումներ դրանով չի առաջանա, որտեղ այո, եթե Կտրիչ Ներսյանը ազատ է, ապա այդ դեպքում հնարավոր է, որ ինքը փորձի օգտագործել ամբողջ համակարգը եւ համակարգը դեռ հույս կունենա, որ հնարավոր է պահել Կտրիչ Ներսյանին։ Հարցը պետք է լուծել եւ լուծել իր ձերբակալումով, նույնիսկ ժամանակավոր, որովհետեւ իր լեյտենանտը հրաման չի տալի եւ թույլտվություն չի տալի, որ ինքը լքի իր պաշտոնը, այդ իսկ պատճառով ինքը միջև վերջ պետք է պայքարի։ Հիմա երբ արդեն փաստի արժեվ դնենք լեյտենանտին իր ձերբակալումով, որ ուրիշ տարբերակ չկա, ապա կարծում եմ այդ իրավիճակում Կտրիչ Ներսյանը արդեն կգնա համագործակցության հայկական ուժային կենտրոնի հետ, կհամաձայնվի, որ լքի վերջնական այդ
պաշտոնը եւ դիրքորոշումը, եւ դրանից հետո ես առաջարկում եմ, որ իրան բաց թողնենք իրականում եւ պետք չէ մեզ ձերբակալած կտրիչներ սյան, դրանում ես չեմ տեսնում որևէ նպատակ, ուղղակի դրանից հետո պետք է անպայման մնա Հայաստանի Հանրապետությունում, հակառակը տանք իրան անվտանգային երաշխիքներ եւ պատվով, մեր համար պատվով, իր համար չէ, ազգի համար պատվով իրան հանգստի ուղարկենք, դրանից հետո ձևավորենք եկեղեցում արդեն այդ նոր իրավիճակը, որովհետև հասկանալի է կտրիչ Ներսյանը նաև այդ համակարգի հետևանքն է, որը ձևավորվել է, ուղղակի ինքը հիմա պայքարում է նրա դեմ, որ այդ համակարգը ավարտվի։ Շատ վատ բան է անում, բայց ես կարծում եմ դրանով իրավիճակը չի փոխվելու, համակարգը այդ պետք է ավարտվի, որովհետև ինքնիշխան Հայաստանի ծնունդը եւ այդ չեկիստական համակարգի ավարտը զուգահեռ գործընթացներ են։ Եթե չավարտենք չեկիստական համակարգը, ինքնիշխան Հայաստան չկարող իրականում ձևավորվել։ Բայց ձերբակալությունը դա արդյոք այսպես ճնշում չի համարվելու, որովհետև կա կանոն եւ եթե պետք է ինչպես ակնկալում են իշխանության ներկայացուցիչները, որ պետք է այսպես ասած հանգստի մեկնի, դա արդյոք չպետք է եկեղեցական կարգ ու կանոնով լինի, չնայած որ կաթողիկոսը դրան դեմ է եւ ասել է, որ շարունակելու է ծառայել հայ ժողովրդին, սա իր խոսքերն են։ Սա արդյոք իշխանությունը ուժ չի կիրառի կաթողիկոսին վեհարանից հանելու։ Եվս մեկ անգամ, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը այդպիսի քայլ անի, ժողովրդին կոչ անի այդտեղ հավաքվել, ապա այդքան ժողովուրդ է այդտեղ լինելու, որ հակառակը բախումների հնարավորություն կձևավորվի եւ ավելի թեժ մթնոլորտ, որում ճնշումները ավելի բարձր աստիճանի կլինեն կտրիչ Ներսյանի հանդեպ, դրա համար ես կարծում եմ այս գործը պետք է անեն պատշաճ մարմինները, ուրեմն եթե մենք գործ ունենք լեյտենանտի հետ եւ եթե մենք գործ ունենք Ներսիսյան ընտանիքների Դուք այդ լեյտենանտին տեսել եք։ Ոչ, իհարկե, չեմ կարող այդ բանը կաթողիկոսը ինչպես է զեկուցում այդ լեյտենանտին։ Եվս մեկ անգամ, պարոն Կիրակոսյան, հստակ փաստաթուղթը, որը ԱԱՑ-ն հրապարակել է Եզրաս Ներսիսյանի մասին, Եզրաս Ներսիսյանին է առնչվում, ոչ ես քաղաքական գնահատական եմ տալի, որ դա նաև վերաբերվում է կտրիչ Ներսյանին։ Հիմա եթե դուք ուզում եք, որ փաստաթուղթ լինի նաև կտրիչ Ներսյանի թեմայով եւ ձեզ այս ամեն ինչը չի բավարարում, ինչ միջև այսօր եղել է, հուսով եմ նաև ապագայում կունենանք այդպիսի քայլ։ Ինչքանով դա նպաստում է մեր իրավիճակին, ազգին եւ եկեղեցու հեղինակությանը, դա առանձին հարց է։ Ուստի բոլորի համար պարզ է, հանրության համար նաև դուք հարցրեք հանրությունից, հանրությունը ամենալավ գիտի, որ կտրիչ Ներսյանը չի ծառայում հայ ազգին, կտրիչ Ներսյանը ծառայում է իր արտաքին ուրեմն պատվիրողներին եւ փաստացի ընդդիմադիր գործիչ է դարել, որոնք նաև արտաքին պատվեր են կատարում, ուստի կտրիչ Ներսյանին հանգստի ուղարկելը մեղմ ճանապարհով մեր առաջնահերթություն է, բայց եթե կտրիչ Ներսյանը դա չի անում մեղմ ճանապարհով, ապա ինչ ճանապարհով պետք է անեն, հանրահավաք արվի եւ ժողովուրդը ֆիզիկապես ազատագրի մայրաթորը, դա ավելի խնդրահարույց հարց է մեր բոլորի համար։ Ուստի ես կարծում եմ, որ այնպիսի ճնշում պետք է լինի հայկական անվտանգային ուժային կառույցների կողմից, որ կտրիչ Ներսյանը իր եղբայր Եզրասի միջոցով այդ Մոսկվայում եղած հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին բացատրի, որ վերջ, խաղը ավարտված է։ Եվ դրանից հետո հասկանան, որ ոչ թե Ռուսաստանում պետք է պատրաստեն այլընտրանքային հայկական եկեղեցի, ոչ թե պետք է փորձեն ասել, ցա եկեղեցու դեմ պայքարի, այլ ուղղակի պետք է լքեն այդ պաշտոնը, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այո, ես բազում անգամ ասել եմ, կամ իրանց ցանկությունով կգնան այս պաշտոնից, կամ ստիպված կլինենք ստիպել իրանց գնալ այդ պաշտոնից, որովհետև եկեղեցին ազատագրվելու է եւ այդտեղ ուրի երկու կարծիք չկա եւ այլընտրանք չկա, դա է հանրային պատվերը, դա է ժողովրդի ցանկությունը։ Ինքը չէր, որ ասում էր ժողովուրդը որտեղ է, երբ որ օթանավակայան եկավ։ Բա ուր էր ժողովուրդը։ Ժողովուրդ չկա, որովհետև իր աջակից ժողովուրդ փաստացի չկա, նկատի ունեմ տոկոսային առումով հնչին քանակի ժողովուրդ է, որը իրան պատրաստ է պաշտպանել եւ աջակցել։ Ուստի այդտեղից է գալի հանրության այդ որոշումը եւ իշխանությունների որոշումի լեգիտիմությունը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։